Star News-ը շարունակում են նոր ձևաչափով ներկայանալ և ձեզ ամենաթարմ տեղեկություններին ծանոթացնել ընդամենը մեկ հոլովակում։ Սկսենք ամենակարևորից։ Հրապարակի տեղեկություններով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհին Լուսիան և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին, ում անունը նույնպես Վլադիմիր է, նշանադրվել են։ Ըստ հրապարակի տեղեկությունների, զույգը միասին է արդեն 5 տարի է։ Եվ մենք շնորհավորում ենք զույգին, առաջարկելով ձեզ դիտել բացառիկ լուսանկարները, որոնք արված են նշանադրության ընթացքից։ Երեկ երգչուհի Սիրուշոն մայիսի 28-ի կապակցությամբ իր երկրպագուների համար մի քանի ելույթներ է ունեցել, որով շնորհավորել է մայիսի 28-ի կապակցությամբ։ Հոլովակները մեծ արձագանք են գտել ինստագրամյան հարթակում։ Առաջարկում ենք լսել երգչուհուն։ Մայիս 28 շնորհավոր գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ Գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, պատմեմ ձեզ թալեաթի մահը գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, խմողացանուշ, գեցե դաշնակ կամավորը գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ։ Շնորհակալ եմ։ Շիրիկ ույս Քրիստավոր, մայիս 28 շնորհավոր գինիլից, պատմեմ ձեզ թալեաթի մահը գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ։ Ժողովարեց, շուտայատի բաղորոշեց, Տերեյանի վաղթը բացվեց գինից, անկեր ջան գինից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, Տերեյանի վաղթը բացվեց գինից, անկեր ջան գինից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, շունթալյաթին պատմել ձեզ թալեաթի մահը գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, պատմեմ ձեզ թալեաթի մահը գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, նորից մայիս 28 շնորհավոր գինիլից, անկեր ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ։ Ինչպես Star News-ն արդեն տեղեկացրել է, օրեր առաջ տեղի է ունեցել դերասանուհի և բլոգեր Աննա Գրիգորյանի Անմինյոնի հարսանյաց արարողությունը, որի մասին մինչ օրս համացանցում կան քննարկումներ, և այսպես Աննան և սիրելին մեկնել են Եգիպտոս, որտեղ էլ անցկացնելու են Մեղրամիսը։ Աննան հրապարակել էր բլոգ, որտեղ պատմել էր, թե ինչպես են նրանք մեկնում հանգստի։ Նա նշել էր, որ իր ակտիվությունը սոցիալական հարթակներում չի կորցնելու և երկրպագուներին ցույց է տալու, թե ինչով են այնտեղ զբաղվել։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։
հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Instagram-յան հարթակում Նազենին շատ հաճախ կիսվում է իր առօրյայից, աշխատանքային նորություններից, սակայն բոլորովին վերջերս նա առավել հաճախ սկսել է քաղաքական նորություններով կիսվել։ Եվ ընտրության մասին խոսելով Նազենի Հովհաննիսյանը իր կարծիքն է հայտնել եւ հորդորել է իր հետևորդներին անպայման գնալ ընտրության եւ հետո չմեղադրել ոչ ոքի կատարված ընտրության համար։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը։ Ողջույն բոլորիդ, նոր մտածում էի տարօրինակ համեմատություն ընտրություն անողների եւ չանողների միջեւ, ընտրության գնացողների ու չգնացողների միջեւ։ Պատկերացրեք, եթե հանկարծ ձեզնից մեկը որոշի իր անձնական կյանքը կառուցել եւ չընտրի իր ամուսնուն կամ կնոջը, այլ փակ աչքերով կուրորեն գնա իր հարսանիքի օրը նոր տեսնի իր ապագա ամուսնուն կամ կնոջը։ Գնացեք ընտրության, որպեսզի ձեր ամուսնության օրը կուրորեն ձեր փոխարեն չընտրեն, թե դուք ում հետ եք ամուսնան։ Այդ ալեգորիայով ձեր վաղվա օրը եւ այսօրը եւ երեկը դուք եք ձևավորում եւ նույնիսկ եթե սխալ եք ձևավորում, գոնե այդ սխալը գիտեք, որ դուք եք արել, ոչ թե ուրիշները ձեր փոխարեն։ Այդ շատ կարեւոր է։ Եվ երկրորդ, միշտ հիշեք, որ կա հնարավորություն բան փոխելու։ Ու ամենակարևորը, որ այդ ամեն անձի իրավունքն է իր ձայնը օգտագործել։ Դերասան եւ հումորիստ Տարոն Իսպիրյանը Պոնչը եւս շարունակում է սոցիալական հարթակներում իր ակտիվությունը։ Պոնչը իհարկե մեծամասամբ զվարճալի տեսանյութերով է կիսվում, այս անգամ եւս բացառություն չէ։ Նա Արմուշի եւ երգիչ Արամ Պետրիի հետ տեսանյութեր է հրապարակել, հայտնելով, որ այս պահին վայելում են կյանքը եւ ինչպես դերասանն է նշում, հիմա իրենց ուրախանալու ժամանակն է։ Հոլովակը ներկայացնում ենք ձեզ։ Ընկերներ, քանի որ ես Ֆրանսիայում ունեմ քերի, ինքը խորհուրդ տվեց գալ գարեջուր խմել, ընկերներից բերել։ Գերմանիայում խորհուրդ տվեց գալ գարեջուր խմել։ Այդ քերիս այդքան է ջեմ սիրում։ Եկել ենք վայելելու, դուք էլ վաղ անպայման եկեք մեր համերգին, մենք վստահաբար կգանք եւ ուրախացնենք ձեզ, հիմա հերթն է մեր ուրախանալու։ Հրանտ Թոխածյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը Լիլիթ Թոխածյանը վերջին շրջանում բավականին հաճախ է նոր լուսանկարներով, ֆոտոշարքերով ու տեսանյութերով կիսվում սոցիալական հարթակներում։ Այս անգամ էլ նա հարց ու պատասխան է կազմակերպել Instagram-յան իր էջի հետևորդների համար, որոնցից մեկը հարցրել էր հետևյալը. «Դուք քանի տարեկան եք»։ Ի պատասխան Լիլիթը լուսանկար էր հրապարակել նշելով, որ 19 տարեկան է ու հավելել. «Մի հիշեցրեք, սարսափում եմ այդ մտքից»։ Շուտով մեկով չի սկսվելու տարիքս, նշել էր դերասանուհին, իսկ մենք հավելենք, որ տարիներ շարունակ Լիլիթ Թոխածյանը խուսափում էր այս հարցին պատասխանելուց, նրան շատերն էին մեղադրում իր տարիքից ավելի մեծ երևալու համար, թերևս դա էր պատճառը, որ դերասանուհին չէր բարձրաձայնում իր տարիքը։